Բարի առավոտ սիրելի հեռուստադիտող, այսօր մեր եթերի վերջնամասը սպորտային է, քանի որ նոր չեմպիոն ունենք, Չեխիայում կայացած մենամարտում հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը տեխնիկական նոկաուտի է ենթարկել Չեխիայի բազմակի չեմպիոն Միրոսլավ Սերբանին և նվաճել է GBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Չեմպիոնը այս պահին մեր տաղավարում է, բարի առավոտ Յուրի, շնորհավորում եմ նախ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ, ուրախ եմ, որ ձեր առավոտը մեզ հետ եք սկսում։ Շնորհակալություն հավերի համար։ Ինչ զգացողություն է, հաղթանակից արդեն որոշ ժամանակ է անցել, ինչ էմոցիաներով եք հիմա տաղավարում։ Այո, հաղթանակները միշտ լավ էմոցիաներ են տալիս։ Իհարկե հաղթանակները շատ դժվար են մեզ տրվում։ Շատ դժվար ուղի ենք անցել մինչև հասել եմ այդ հաղթանակը, ինչպես նշեցիք, այո։ Որոշ ժամանակ առաջ Չեխիայում տեղի ունեցավ GBC վարկածով աշխարհի գոտու խաղարկությունը, որտեղ հաղթեցի չեխ բռնցքամարտիկին եւ դարձա աշխարհի չեմպիոն։ Նշեմ, որ մեր բռնցքամարտիկը, չեխ բռնցքամարտիկը շատ ուժեղ, թե ֆիզիկապես եւ տեխնիկապես պատրաստված տղա է եւ 7 անգամ դարձել է Չեխիայի չեմպիոն, մասնակցել Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին, այսինքն հեշտ չտրվեց հաղթանակը։ Բայց առաջ Աստված Աստծո հաջողությամբ ստացվեց եւ գոտին արդեն Հայաստանում է։ Ձեր սպասելիքները արդարացված եք համարում մենամարտից։ Դե իհարկե։ Գնացել եք հաղթելու։ Գնացել եմ հաղթանակի հետևից, բայց մինչ հաղթանակը կասեմ, որ շատ դժվար ուղի եմ անցել մարզիչների հետ, քրտնաջան, քրտնգեվարյուն ենք թափել, որպեսզի կարողանայինք հաղթանակով հետ վերադառնայինք։ Դուք էլ ձեր խոսքում արդեն նշեցիք ձեր ում որ հաղթել եք, հա, Միրոսլավ Սերբանի չեմպիոնության մասին, բազմակի չեմպիոն է ինքը Չեխիայի, աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների մասնակից է։ Այս ամենը իմանալով, այս ամենին տիրապետելով, ինչպես եք պատրաստվել այդ ընթացքին։ Դե ամեն ինչ իմանալով ավելի ծանրաբեռնված մարզումներ եք անցկացրել։ Ուսումնասիրել ենք բոլոր, կարելի ասել բոլոր մենամարտերը հակառակորդի, հասկանալ թե ինչից կարող ենք օգտվել, ինչից չենք կարող օգտվել։ Դրա համար այս մենամարտը ավելի մի քիչ դժվար էր, ինքը համ ավելի պատասխանատու մենամարտ էր, քանի որ աշխարհի գոտու համար էր այս մենամարտը, դե հակառակորդն ինչպես նշեցիք, շատ ուժեղ էր, լավ պատրաստված եւ մեր խնդիրը շատ ծանր էր, խնդիրը դրված ծանր, բայց Աստծո օգնությամբ կարողացանք լավ դուրս գալ այդ ամեն ինչի տակից։ Ինչ է հատկապես տվյալ մարտում վճռորոշ դարձավ ձեր հաղթանակի համար։ Ուժեղ հարվածները, որոնց շնորհիվ կարողացա տեխնիկական նոկաուտով հաղթանակ տանել հակառակորդի նկատմամբ եւ նժարը թեքել մեր կողմ։ Քանի րոպե ընդհանուր մարտը տևեց։ Նախատեսված էր 10 ռաունդանոց մենամարտ, բայց 4 ռաունդից արդեն նոկաուտ, տեխնիկական նոկաուտ համարվեց եւ ես հաղթեցի։ Շատ լավ, ինչ զգացողություն էր այդ պահին եռագույնը ծածանելը։ Տեսեք, դա իմ 14-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում ու ամեն անգամ տարբեր պետություններում, երբ որ ես հանդես եմ գալիս, ոչ միայն այս դեպքում, այլ բոլոր դեպքերում եռագույնը ծածանելը դա մի հատ ուրիշ այլ զգացողություն է, որ յուրաքանչյուր մարդ առաջին երբ որ կարողանում է բարձրացնել եռագույնը, դա պատիվ է, որ ինքը կարող է երկրի դեմք հանդիսանալ այդ պահին, երկիր ներկայացնել։ Եղել են դեպքեր, որ պետություններ եմ եղել, որտեղ որ Հայաստանի մասին չեն իմացել։ Ասենք որ օրներքը պետք է միացնեն Հայաստանի, չէին իմանում այդ որ պետությունն է, կարելի ասել իմ շնորհիվ իմացան, թե որն է Հայաստանը։ Զգացողությունները միայն աննկարագրելի, որ կարողանում ես առիթ ընձեռել մեր հայրենակիցներին, առիթ տալ, որ մարդիկ ինչ չէ ժամանակավոր, ինչ չէ այդ պահին պարտանան եւ ուրախանան։ Ձեր շապիկին ուշադրություն դարձրեցի, հետաքրքիր արաբո գրված է։ Այո, շատ ճիշտ նշեցի, շատ ճիշտ ուշադրություն դարձրեցի արաբո, երևի գիտեք, արաբո կամավորական ջոկատի, արաբո կամավորների մասին, ովքեր որ կրվել են թե Ղարաքիլիսայի ժամանակներից սկսած եւ թե Արցախյան պատերազմի ժամանակ ովքեր որ քաջարի մարտիկներ են եւ քաջարի կռիվ են տվել։ Իսկ ես փորձում ներկայացնել մեր մարտիկներին, փորձում եմ հանդես գալ այդ մարտիկներից մեկը, պատվով իհարկե ամենակարևորը եւ խոսքս հիմա կուզեմ ավելի բացեմ փակ գծերը, արաբո ջոկատից կա
քաջարի հայրենասեր մարդ, ով միշտ աջակցում է ինձ, ով որպեսզի կարողանամ մասնակցել իմ մենամարտերին, իմ ընկերն է նա, Արավոյի Սարգիսը, ով ապրում է ԱՄՆ-ում, միշտ օգտակար է լինում, որպեսզի կարողանանք մեր երկիրը լավ ներկայացնենք։ Ինքը գտնվում է Հայաստանում չի, այլ ԱՄՆ-ում, բայց մեծ աջակցություն ունի, որպեսզի ես ամեն անգամ կարողանամ լավ հանդես գամ, ու քանի որ խոսքը բացվեց, կասեմ, որ պատրաստվում ենք շատ կարևոր մենամարտի, ադրբեջանցի բռնցքամարտիկի հետ եմ մենամարտելու ընդամենը 20 օր հետո։ Հիմա պատկերացրեք ինչքան մեծ կարևոր մենամարտ ենք պատրաստվում, նշան որ նույնպես գոտու մենամարտ է լինելու, ու Սարգիսը իր ընկերների հետ միասին մեծ աջակցություն ունեն, որպեսզի այս մենամարտին ես կարողանամ մասնակցեմ, կարողանամ երկիր լավ ներկայացնեմ, որովհետև դժվար է այդ մենամարտերին պատրաստվելը, իրականում շատ դժվար է, ոչ միայն ֆինանսապես, առաջինը ֆինանսապես շատ մեծ գումարներ է գնում, որ կարողանանք պատրաստվենք, գնանք մյուս երկիր, վճարներ շատ լուրջ մեծ ֆինանսների հետ կապված խնդիրներ է, ես մենակով դա չեմ կարող անել, քանի որ պետությունը ոչինչ չի անում, իմ ընկերները, Սարգիսը, ընկերները ու շատ այլ մարդիկ, ովքեր որ ինձ օգնում են, կարողանում եմ հանդես գամ եւ լավ ներկայացնեմ երկիրը։ Շատ լավ, գնանք մի փոքր դեպի մանկություն, փոքր հասակից եք որոշել, որ պետք է բռնցքամարտիկ դառնաք, ինչպես ընտրեցիք առասարակետողին։ Ես 6 տարեկանից մարզվում եմ, բայց ի սկզբանե մարզվել եմ ազատ ոճին բշամարտով, այնուհետև արդեն փոխել եմ նոր բռնցքամարտ, միշտ սիրել եմ բռնցքամարտը, բայց խնդիրը ստեղ այն է, որ մեր քաղաքում չի եղել բոքս, բռնցքամարտի մարզադահլիճներ չեն եղել, ու ստիպված ես վարբան եմ պարապել ազատ ոճի բշամարտով։ Հետո արդեն որ մեծացանք, արդեն կարողացանք, չէ, մեր դարասները ավելի լայնենք, ու սկսեցի Երևանում արդեն պարապել, բայց ի սկզբանե ես սիրել եմ բռնցքամարտը։ Տանը սպորտսմեններ կան։ Այո, իհարկե, իմ երկու եղբայրները սպորտսմեն, իմ հայրիկը սպորտսմեն է եղել։ Հայրիկից եք այսինքն ոգեշնչվել։ Այո, ոգեշնչվել եւ գնացել եմ այդ ուղղությամբ, այո։ Ներկայումս միայն զբաղվում եք սպորտով, թե նաև դասավանդում եք։ Դասավանդում եմ, այո, շատ ճիշտ է, ես դասավանդում եմ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում որպես ֆիզիկական պատմության դասախոս։ Դրա հետ մեկտեղ նաև հասնում եմ մարզումները, երկեն շատ դժվար է, պատկերացրեք օրը մի քանի անգամ մարզումներ։ Դե բացի դա նաև ռեկորդներ եմ սահմանում, Գինեսի ռեկորդներ, ունեմ բազմաթիվ 20-ից ավել սահմանած ռեկորդներ, կնշեմ, որ ընդամենը 10 օր առաջ ես եւ եղբայրս սահմանեցինք 2 համաշխարհային ռեկորդներ, որտեղ ես ճկույտ մատով, իսկ եղբայրս ատամներով քաշեցինք ուղղաթիռ վերտելյոտ։ Եվ դրանով նույնպես մեր երկիրը բարձր մակարդակի կարողացանք ներկայացնել ամբողջ աշխարհում եւ մեր հաղթանակը նվիրել հայ ժողովրդին, արաբո ջոկատի մեր քաջարի մարտիկներին, չէ՞ որ այդ հաղթանակը մենակ մերը չէ, այն պատկանում է մեր ազգին, որով ես ընդգծում եմ հայրենիքի մասին հոգ տանելու եւ մեր միասնական լինելու կարեւորության մասին։ Դուք ընտանիքում 3 եղբայր եք։ Այո։ Մայրիկի համար որքանով է հեշտ կամ դժվար ունենալ 3 տղա, որոնք սպորտսմեններ են։ Իրականում դժվար է, իսկ բանը սկզբից դժվար է շատ եղել։ Որտեվ հայրիկը արդեն սպորտսմեն էր։ Հայրիկը սպորտսմեն էր, բայց երբ որ ես եղել եմ բռնցքամարտը, որպես սպորտ նայում եմ, դե ուղիղ է, գիտենք սպորտ է, բայց պատկերացրեք, որ գնում եմ տուն, ասում եմ, ես պետք է ռեկորդ սահմանեմ, ինչ պետք է անես, օրինակ, չէ, 60 տոննա մետրոպոլիտենի մետրո եմ քաշել, պատկերացնում եք ճկույտ մատով։ Անմարդկային բաներ է դրանք, ու մի քիչ ընտանիքի կողմից դաժան է դա երևում, չեն թողում, իրականում պատկերացրեք դե հիմա իմ քաշը 65 կիլոգրամ, ես պետք է 60,000 կիլոգրամ գնացքի վագոններ քաշեմ, դա առաջինը տրավմատիկ, այսինքն վնասվածքներ կունենա հաստատ մարդ, դե պատկերացրեք, որ դուք ծնող լինեք, ձեր երեխան գա ասում վագոն քաշեմ գնացքի, դե համոզում ենք մի քիչ դժվար է եղել, բայց հիմա արդեն սովորական է։ Բայց միտքը ի սկզբանե ձեր մոտ ոնց առաջացավ, որ կարող եք ռեկորդներ սահմանել, օրինակ դուք կամ դուք ձեր եղբոր հետ։ Ես սկզբից տեսել եմ հեռուստատեսությամբ, այդ ժամանակ դեռ 16 տարեկան էի, գերմանացի մարզիկը ռեկորդ էր սահմանում, ու այդ ժամանակից փորձեցի կրկնել ռեկորդը։ Ինքը կատարում էր հենուն ծանր վարժությունը, ժիմ վարժություններ կատարում։
16 տարեկանում շրջանցեցի Գերմանացի մարզիկին եւ այդ ժամանակից սկսած արդեն փորձեցի ռեկորդներով զբաղվել, նաեւ բացի բոքսը, նաեւ ռեկորդներով զբաղվել։ 20-ից ավել ռեկորդներ ունեմ սահմանել եմ նաեւ Արցախում 2 ռեկորդ, տանկ եմ քաշել զինվորական, մետրոպոլիտենի 2 վագոն, բազմաթիվ ռեկորդներ եմ սահմանել։ Այդ հիմա ձեր տեսանկյունից շատերը երբ նայում են հոլովակները, ինչպես ժամանակին դուք եք նայել, մտածում են այս մարդը ինչ ուժեղ է, բայց մենք շատ հաճախ լսում ենք, որ դա տեխնիկա է եւ ուժը այո կարեւոր է, բայց ամբողջությամբ ուժի վրա չէ հիմնված ռեկորդ սահմանելը։ Դուք ինչ կասեք այս մասով։ Շատ լավ հարց տվեցիք, իրականում բացի ֆիզիկական ուժը մենք այս ռեկորդները որ սահմանում ենք, փորձում ենք մարդկանց ցույց տալ, որ այդ սահմանները ուժի սահմանը թե տեխնիկայի սահմանը միայն մեր մտքում են։ Ամեն ինչ հնարավոր է, եթե հավատաս Աստծուն, որ ամեն ինչ կլինի Աստծո օրհնությամբ։ Ամենակարևորը։ Իսկ տեխնիկական համարենք դա տեխնիկա է թե ֆիզիկական, դա երկուսը միասին։ Անհնար է, եթե մարդ տեխնիկապես լավ պատրաստված լինի, կարողանա քաշի, չի ստացվի։ Եթե ֆիզիկապես էլ պատրաստ չլինես, նույնպես չես կարող։ Եթե ֆիզիկապես պատրաստ լինես, տեխնիկապես չլինես, չես կարող։ Ու ելի կասեմ, պատկերացրեք, եթե մարդ կշռում է լավ մոտավորապես 70-80 կիլոգրամ ու քաշում է իրանից 100 անգամ ծանր առարկա, դա մի քիչ անհավատալի, գերբնական եւ ամեն ինչ հավատից է էլի կախված։ Հետաքրքիր է նաև ձեր կարծիքը ձեր սերունդների վերաբերյալ, այ ձեր հայրիկի օրինակով ինքը սպորտսմեն է, դուք եւ ձեր եղբայրները եւս սպորտով եք զբաղվում, կուզեիք, որ ձեր զավակները եւս սպորտի աշխարհում լինեին։ Դեռ չեմ կարող այդ հարցին ճիշտ պատասխանել, քանի որ չունեմ զավակներ, երբ որ ունենամ զավակներ, այդ ժամանակ արդեն կմտածեմ։ Լավ, ուրեմն դրան հետո կանդրադառնանք եւ առաջիկայում նշեցիք, որ պատրաստվում եք ադրբեջանցի մարտիկի հետ դուրս գալ ռինգ։ Ես ձեր խոսքից էլ արդեն հասկացա, որ ավելի շատ նաեւ հոգեբանական պահ է ադրբեջանցու հետ նույն դաշտում գտնվելը, մենամարտը իրականացնելը, բացի ֆիզիկականը հոգեպես նաեւ պատրաստվում եք դրան։ Իհարկե, ադրբեջանցի մարզիկի հետ մենամարտը սա յուրովի նշանակություն ունի ոչ միայն իմ համար, առաջին իմ համար, երկրորդը մեր ազգի համար, դե կարծում եմ իհարկե։ Ոչ միայն այո ֆիզիկապես ենք պատրաստվում, նաև հոգեբանորեն։ Իմ համար իրականում տեսեք ազգությունը կապ չունի ռինգի մեջ, սպորտում ազգությունը կապ չունի, բայց իշխան որ ասենք կապ չունի, եթե հակառակորդը թշնամի է, իրականում կապ ունի շատ լավ։ Գենետիկ հիշողությունը միևնույն է իրեն կապ ունի, շատ լավ կապ ունի, չէ որ մենք շատ ընկերներ ունենք, պատերազմի մասնակից, բաններից չխոսանք, ես մասնակից, իմ եղբայրը մասնակից, նույն ասացի Սարգիսը, որ պատերազմների մասնակից, մեր ընկերները մասնակից, չի կարող դա լինել անտարբեր։ Ինչքան մենք մտածենք, որ դա մարզիկ է, ինքը կապ չունի, օրինակ, եթե կապ չունի, բայց դա մենք ուրիշ ձև ենք նայում, պատրաստվում ենք։ Պատրաստվում ենք նրան, որ պետք է այնպես անենք, որ հանկարծ չպարտվենք։ Այդ է հոգեբանորեն շատ բարդ։ Երբ որ դու մտնում ես ռինգ, մտածում ես կամ վախենում ես, որ չպարտվես։ Ոչ թե դու վախենում ես հակառակորդից, մի քիչ ուրիշ ձև են էլի մարդիկ նայում։ Մտածում են վախենում ես դու հակառակորդից, չէ, մենք ոչ թե վախենում ենք հակառակորդից, այլ վախենում ենք չպարտվել։ Այդ է տարբեր բաներ են էլի դրանք իրականում։ Շատ լավ, սպասենք ձեր հաղթանակին ուրեմն եւ ամփոփելով զրույցը կուզեի ձեր խորհուրդը ուղղեիք այն պատանիներին, ովքեր ձեր եւ այլ հայ անվանի բռնցքամարտիկների օրինակով ցանկանում են դառնալ բռնցքամարտիկ։ Իմ խորհուրդը, որ ամենակարևորը թող մարդիկ լինեն բարի, երիտասարդները, բոլորը կապ չունի, երիտասարդը մեծ փոքր թող լինեն բարի եւ բարություն տարածեն ամբողջ աշխարհում։ Ամենակարևոր բանը դա է։ Իմ մասով կասեմ, որ պետք է զբաղվեն սպորտով, թող զբաղվեն սպորտով եւ չէ որ սպորտը ուժ է, գեղեցկություն, առողջ մարմին, առողջ հոգի եւ ամենակարևոր բանն էլ տալիս է ֆիզիկական դաստիարակություն, որը որ լրիվ ուրիշ դաստիարակության մասին խոսք գնում, ինչ որ կտա փողոցը, ինչ որ կտա ծնողները, չէ որ սպորտը կտրում է մեր երիտասարդներին փողոցից, հանցագործություններից, վատ սովորություններից։ Դա որ թող զբաղվեն սպորտով։ Իսկ եթե դուք չզբաղվեիք սպորտով, ինչով կուզեիք զբաղվել։ Շատ եմ մտածել ճիշտ ասած այդ հարցի շուրջ, իրականում հիմա էլ եմ մտածում, որտեղ ժամանակը գալով մենք սպորտը ավարտելու ենք սպորտային կարիերան։ Մինչև 35, 40, մաքսիմում 40 տարեկան։
Եթե սպորտը չընտրեի, երևի կդառնայի բժիշկ, իրավաբան երևի։ Ոնց է հիմա բոլորը, չէ, երևի։ Ամեն դեպքում հիմնական մասնագիտություններ եք ընտրում, գիտություններ եք ընտրում։ Հիմա տեսեք, ես մարզիկ եմ մասնագիտությամբ, բայց ես ունեմ մի քանի մասնագիտություն բացի մարզիկ լինելը։ Դե դասախոս եմ հիմա աշխատում, ունեմ մանկավարժի օրակավորում, նաև ավարտել եմ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում քաղաքացիական պաշտպանություն բաժինը, մի քանի օր առաջ ավարտեցի նաև մաքսատուրը։ Շնորհավոր։ Շնորհակալություն։ Այսինքն նաև ունեմ հոկեբանի Մոսկվայում սովորել եւ ավարտել եմ տեղի ազգային կենտրոնը, որտեղ ստացել եմ հոկեբանի որակավորում։ Լսեք, մի քանի մասնագիտություն եմ իրականում։ Այնպես որ դուք 40-ից հետո աշխատանք ունենալու եք։ Կգտնվի երևի։ Շատ լավ, շնորհակալ եմ զրույցի համար, ուրախ էի ձեզ մեր տաղավարում տեսնելու եւս զրույցի համար։ Սիրելի հեռուստադիտող, հիշեցնեմ, որ մեր տաղավարում զրուցում էինք GBC վարկածով աշխարհի նորընծայ չեմպիոն Յուրի Սաքունցի հետ։ Այսքանով ամփոփում ենք մեր եթերը, առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր գլխավոր գործընկերոջը Արփինետ ընկերությանը, որը ապահովում է մեր անխափան եթերները։ Ձեզ օրվա լավ ու դրական շարունակություն եմ մաղթում, մեծ հույս ունեմ, որ մեր առավոտյան եթերը ապահովեց ձեր օրվա լավ մեկնարկը, ձեզ հետ Արմինե Թովմասյանն էր, դեռ կհանդիպենք։